Ինչ վերաբերում է Աջապահյանին, իմ անձնական դիտարկումն ասեմ, Իսմե Աջապահյանը նախանձում է Բագրատ Սրբազանին, որովհետև Բագրատ Սրբազանը կարողացավ որոշակի ժողովուրդ հավաքել։ Իհարկե, նպատակը այդ ժողովրդի այնտեղ հավաքվելու ենթադրում եմ, որ աղոթելն էր, որովհետև քաղաքական հայտարարությունից այդ ժողովուրդը ցրվեց, ինչպես տեսակ, բայց Աջապահյանը ինձ թվում է տես ներքին խանդ ու նախանձ ուներ եւ դրա համար այդպիսի հայտարարություններ անում։ Ինչ վերաբերում է այն հոգեվարականին, որը կարողացավ ավելի շատ գեներացնել իր շուրջ մարդկանց, խաբելով, որ դա քաղաքական պայքար չէ, ապա այս մարդը նախ պետք է իր քաղաքացիության հետ կապված հարցերը լուծի։ Օրինակ, կարող է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, հանել իր սքեմը, հագնել աշխարհիկ կյանքի հագուստ եւ գալ եւ առաջադրվել։ Դա ոչ մի արգելք չկա իրականում, էլի, բայց պետք է իրենց անուններով կոչել։ Էդ եմ ասում, պետք չի այտենց աղոթել, ասել ես հոգևորական եմ, չգիտեմ, նզովելու կոչեր անել, այսինքն այդ եկեղեցական գործիքներն օգտագործել եւ սքեմը չհանել, բայց քաղաքական հայտ ներկայացնել, այդպես չի լինում։ Հասկանում եք, Աջապահյանը նախանձում եւ խանդում է Սրբազանին, Բագրատ Սրբազանն էլ այն մարդը չէ, որը պետք է հայտ ներկայացնի, որովհետեւ նախ եւ առաջ օրենքով սահմանված կարգով չի հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից։